Ըստ ազգային վիճակագրական ծառայության այս տարվա հունվարին Հայաստանից Ռուսաստան ապրանքների արտահանումը 2015 թվականի հունվարի համեմատ գրանցել է ավելի քան 82% աճ։ Վիճակագրական ծառայության նման տվյալները ենթադրում են, որ արտահանումը Հայաստանից դեպի Ռուսաստան գրեթե կրկնապատկվել է։ Տնտեսվալողների ներկայացրած պատկերն ու նույն վիճակագրական ծառայության արտահանման վերաբերյալ նախկին տվյալները, սակայն խոսում են բոլորովին այլ իրականության մասին։ Թե ինչ ապրանքների հաշվին է այս տարվա հունվարին արտահանումը աճել, դժվար է կռահել, քանի որ Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայությունն այլևս չի հրապարակում Հայաստանի արտաքին առևտրի մանրամասն տվյալները եւ այլևս հնարավոր չէ ուսումնասիրել, թե ինչ ապրանքներ են արտահանում որևէ երկիր։ Հայաստանի Հանրապետության արտահանողների միության նախագահ Ռաֆի Մղչյանը, սակայն Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանման ծավալների աճ չի նկատել։ Ես իրականում ճիշտ ասած չեմ նկատել այդպեսի աճ։ Եթե 85% անկման մասին խոսային, երևի ուղղակի դրական բացասական նշանների տեղն են կորցրել մեր ստատիստիկ ընկերները, բայց ես չեմ տեսնում ոչ մեկ իրականության հետ կապ 85% մենք դեպի Ռուսաստան աճել է մեր ներմուծումը եւ ոչ թե արտահանումը։ Նախորդ տարի արտահանման ծավալները նվազել են շուրջ 2 անգամ 16.5 միլիոն դոլարից, հասնելով 8.5 միլիոն դոլարի։ 2014 թվականի հունվարի համեմատ արտահանման ծավալները 2016 թվականի հունվարին պակասել են մոտ 1 միլիոն դոլարով։ Սակայն անգամ այս գահավիժման ֆոնին 2016 թվականի հունվարին արձանագրված աճը ըստ Մղչյանի չէր կարող հասնել 82%-ի։ Եթե մենք փորձենք 2 տարի առաջ նայենք, մինչև ԵԴՄ-ն, մենք շատ ավելի բարձր ցուցանիշներ ունեինք, քան թե ԵԴՄ-ից հետո։ Եւ ոչ մի կերպ չենք կարող համեմատել եւ այդ ինչքան էլ որ համեմատենք, չենք կարող այդպիսի աճ գտնենք։ Այդ 85% աճ դուք կատակ եք անում դրա հետ։ Ես չգիտեմ, սա մի քիչ չեմ ուզում տենց թվերից կախվեմ, բայց իրականությունը բոլորովին այլ բան է։ Իրականության մեջ չկա այդպեսի բան։ Ինչ են ուղարկել, թող հրադարակեն, թող այդ ցուցակները տան մեզի, թող այդ դեկլարացիաները ցույց տան մեզի։ Ռաֆի Մղչյանը մանրամասնում է Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելուց հետո Հայաստանը չի օգտվում միության ընձեռած որևէ հնարավորությունից։ Հօգուտներ ստանալու փոխարեն այսօր Հայաստան են ներկրվում ռուսական արտադրության պահածոներ, որոնք ավելի մատչելի են, քան տեղական արտադրանքը, ինչը ոչ միայն տեղական ապրանքներն է դարձնում անմրցունակ, այլև խոչընդոտում է գյուղատնտեսության զարգացմանը։ Արթուր Հովհաննիսյան, Սևակ Սողոմոնյան, Առաջին լրատվական։